Բարև ձեզ։ Հայաստանում բուռը նախընտրական շրջան է։ Թեև քարոզարշավը պաշտոնապես դեռ չի մեկնարկել, սակայն քաղաքական ուժերն արդեն սկսել են հանդիպումներն ու շփումները քաղաքացիների հետ։ Այս հարցում իհարկե առաջատար է գործող իշխանությունը, որը թեև իր խոսքով վստահ է հաղթանակի մեջ, սակայն ակնհայտորեն ամենաանհանգիստն ու անվստահն է։ Ընդդիմադիր դաշտում նախընտրական գործընթացներն ավելի ծանրակշիռ ու մտածված են ընթանում։ Դաշինքները կազմված են վարչապետի թեկնածուներն առաջադրված, ծրագրերն էլ սևով սպիտակի վրա հստակ շարադրված։ Հայրենիք մեդիայի եթերում կրկին զրուցելու ենք առաջիկա խորհրդարանական ընտրությունների, ուժերի ներկայիս դասավորվածության, գործող իշխանության եւ ընդդիմության հաղթանակի հնարավորությունների մասին։ Այսօր բացառիկ հարցազրույցի տաղավարում Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանն է։ Բարև ձեզ, պարոն Թևանյան, շնորհակալ եմ մեզ մոտ հյուրընկալվելու համար։ Պարոն Թևանյան, սկզբից փորձենք ընդհանրացնել ներկայիս պատկերը, ինչպես կգնահատեք խորհրդարանական ընտրություններին պատրաստվող քաղաքական ուժերի առհասարակ դասավորվածությունն ու բաշխումը։ Դուք շատ ճիշտ նկատեցիք ձեր խոսքի սկզբում, որ իշխանությունը անհանգստացած է։ Բոլոր հետազոտությունները, հարցումները եւ ընդհանուր մթնոլորտը այնպեսին է, որ իշխանությունը չունի այն լեգիտիմությունը, որը ուներ համեմատաբար 21 թվականին եւ առավել եւս չունի այն լեգիտիմությունը, որը ուներ 18 թվականին։ 21 թվականի այսպես կոչված լեգիտիմությունը խաբեությամբ է ստացվել եւ հիմա մարդիկ տեսել են, որ բոլոր այն խոստումները, որոնք տրվել էին, ճիշտ հակառակ նշանով իրականություն դարձան եւ հիմա նրանք զրկվել են բոլոր հնարավորություններից հանրության առաջ հանդես գալու եւ ստիպված դարձել են վախի վաճառական։ Ինչ է դա նշանակում, տեսեք, 18 թվականին իրենք գալիս էին իշխանության սոցիալական արդարության մասին լոզունգներով, հակաօլիգարխիկ լոզունգներով, խնամի ծանոթ բարեկամ չնշանակելու լոզունգներով, մի խոսքով սոցիալական դեմագոգիա եւ պոպուլիզմ էր, եւ մարդկանց մոտ էլ հասունացած էր փոփոխությունները եւ պոպուլիզմը եւ փոփոխությունների հասունություն պահը հատվեցին իրար հետ եւ մենք ստացանք իշխանափոխություն։ Անվտանգային խնդիրներին այդ անդրադարձ չկար այն ժամանակ եւ հետագայում արդեն մենք տեսանք, թե ինչ զարգացումներ տեղի ունեցան։ Հիմա որն է այսպես կոչված լեգիտիմության վերջին փշրանքը, որը փորձելու է Նիկոլ Փաշինյանը խաղարկել, դա այսպես կոչված ժողովրդավարության դրսևորումն է։ Այսինքն իրենք չեն կարող ասել, որ սոցիալական արդարություն հաստատել են, որովհետև մենք տեսնում ենք, թե ինչ գներ են խանութներում, մենք տեսնում ենք, թե սոցիալական ինչպիսի բևեռացվածություն կա, մենք տեսնում ենք, որ նորաթուխ օլիգարխներ են աճեցվում կամ հները ինտեգրվել են նորերի հետ իշխանության մասով։ Մենք տեսնում ենք, որ անվտանգային առումով ոչ մի խնդիր չի կարողանում այս իշխանությունը լուծել։ Մենք տեսնում ենք արտաքին հարաբերություններում փաստացի մեկուսացում եւ թող տպավորություն չլինի, թե մենք Միացյալ Նահանգների կամ Եվրոմիության հետ լավ հարաբերություններ ունենք։ Ցավոք սրտի այս իշխանության օրոք այդ հարաբերությունները վատն են, որովհետեւ դրսում մեզ դիտարկում են որպես մանրադրամ հակառուսական քաղաքականության մեջ, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը դարձել են այս իշխանության զիջումների շահառուները։ Ուրեմն արտաքին ոլորտում էլի ձախողում մնացել է վախի վաճառականությունը, այսինքն վախեցնել մարդկանց, որ եթե մենք չվերարտադրվենք, ապա կլինի պատերազմ, եւ սա ասում է մի իշխանություն, որը ինքն է պատերազմներ բերել, պարտություններ բերել եւ պատրաստվում է տանել պարտության, եւ մենք մեր հասարակությանը մանրամասն բացատրում ենք եւ ելի շարունակելու ենք բացատրել, որ այս իշխանության օրոք հայկական շահերը հնարավոր չի պաշտպանել, որովհետեւ ինքը ինչ որ առումով պատանդ ու գերի է Թուրքիայի եւ Ադրբեջանի ձեռքում, դրա դիմաց ակնկալելով, որ ինքը իր աթոռը կպաշտպանի։ Պարոն Թևանյան, դուք թեմային կետ առ կետ արդեն անդրադարձաք, հիմա փորձենք մանրամասն հակառուսական տրամադրություններից խոսեցինք։ Եկեք տեղափոխվենք Մոսկվա, օրեր առաջ բավականին բուռն արձագանքեցին եւ քաղաքական դաշտը եւ քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի մանրամասները փորձելով մեկնաբանել, այնտեղ հատկապես ժողովրդավար Հայաստանի մասին գովք էր գնում, ինչպես բոլորս գիտենք, եւ դուք շեշտեցիք, այո, որ ժողովրդավարությունը այս պայն իսպար Հայաստանից բացակայում է։ Ինչպես կմեկնաբանեք Փաշինյանի այցը եւ Փաշինյան-Պուտին հանդիպման այդ ամենասուր հատվածները զրույցի։ Ես ցավով պետք է արձանագրեմ, որ հայ-ռուսական հարաբերություններում իշխանության մակարդակով փաստացի վերջակետ դրվեց Մոսկվայում։
եւ դա մեր շահերից չի բխում նաեւ Ռուսաստանի շահերից, բայց Հայաստանի օրվա իշխանությունը ինքը ցույց տվեց, որ ավելի շատ Մոսկվայում պաշտպանում է Ադրբեջանի շահերը, քան Հայաստանի, կամ ավելի ճիշտ Հայաստանի շահի պաշտպանություն գոյություն չունի, որովհետեւ տնտեսական առումով բարձրաձայնվեցին խնդիրների մասին, քաղաքական, անվտանգային եւ այլն, եւ մենք դաշնակցային պետություններ ենք եւ դաշնակցային պետությունների ղեկավարների մակարդակով այդ ոճի զրույց չպետք է տեղի ունենա, բայց դրա թիվ 1 մեղավորը կարելի ասել եւ միակ պատասխանատուն Հայաստանի իշխանավորն է, որը հայկական շահը ստորադասել է իր անձնական շահերին եւ ինքը կարծում է, որ իր անձնական շահը կարող է պաշտպանվել միայն Թուրքիայի ու Ադրբեջանի միջոցով, դրա համար նրանց բոլոր պահանջները կատարում է։ Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին որպես պետություններ եւ որպես ժողովուրդ, Ռուսաստանից շատ ուղիղ մեսիջ հնչեց այն մասին, որ մենք հայ ժողովրդին դիտարկում ենք որպես բարեկամ, Հայաստանի Հանրապետությունը մեր համար դաշնակից երկիր է, այլ հարց է, որ Հայաստանի իշխանությունը ընդհանրապես կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ եւ մեր շահերից է բխում, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները նորմալացվեն։ Ինչքան որ մեր շահերից բխում է, որ մենք Միացյալ Նահանգների հետ նորմալ հարաբերություններ ունենանք, Եվրոմիության, Իրանի, բայց տեսեք, որ մեր բնական դաշնակիցները Իրանը եւ Ռուսաստանը այս կամ այն կերպ ցույց են տվել իրենց վերաբերմունք Հայաստանի իշխանության նկատմամբ, իսկ դա ոչ մի լավ բան չի ասում, որովհետեւ Թուրքիան ու Ադրբեջանը չեն թաքցնում, որ Հայաստանը դիտարկում են որպես արևմտյան Ադրբեջան, եւ այս պայմաններում դու միակ ռազմավարական դաշնակցիդ հետ ունես այդպիսի թշնամական հարաբերություններ եւ հասցրել ես նրան, որ արդեն հնչում են փոխադարձ քննադատություններ, եւ այս պայմաններում արդեն շատ վատ է մեր գնահատականը եւ սոցիալական առումով եւ տնտեսական առումով Ռուսաստանից հնչեցին տեսակետներ, երկաթգծի հետ կապված փաստացի Նիկոլ Փաշինյանի ծրագիրն այն է, որ հայկական երկաթգիծը կցի թուրքական աշխարհին, եւ այս առումով դրա համար ինքը ուզում է, որ ռուսական կազմակերպությունը դուրս գա, ինքը ուզում է իրականում փակել Հայաստանի ատոմակայանը, որը Թուրքիայի պահանջն է, անունը դրել են ամերիկյան մոդուլային ատոմակայաններ, բայց դա չաշխատող է, որովհետեւ բոլորն էլ հասկանում են, որ այդտեղ ավելի շատ աշխարհաքաղաքականություն է, քան էներգետիկա։ Եվ այս ամենով հանդերձ, եթե դուք նկատում եք, օրվա իշխանությունը վարում է Հայաստանի Ղարաբաղիզացիայի process, այն առումով, որ անում են նույն բաները, ինչը որ արեցին Արցախի հետ կապված եւ մենք Արցախը կորցրեցինք։ Հիմա երբ որ օրինակ ուզում են կտրվել ռուսական գազից, որը 3-4 անգամ այս պահին գոնե ավելի էժան է, քան միջազգային շուկայում է վաճառվում, այդ դեպքում փորձելու են հայ ժողովրդին կերակրել, որ դե Ադրբեջանը կտա, բայց մենք հիշում ենք, օրինակ Ադրբեջանը ինչպես էր գազը մատակարարում Արցախում։ Այդ կապանը, այդ կնքած կապարակնիկը դրած, այսպես ասած, փակ էին պահում եւ ի վերջո սովի էին ուզում մատնել եւ վերջում էլ էթնիկ զտում տեղի ունեցավ։ Հիմա երբ որ Ադրբեջանը պահանջում է 300,000 ադրբեջանցիների բնակեցում Հայաստանի Հանրապետությունում, դա նշանակում է, որ իրենք պատրաստվում են հետագայում զորք մտցնել Հայաստան, այն պատրվակով, որ ադրբեջանցիների իրավունքները ոտնահարվում են եւ այլն։ Մենք տեսել ենք, որ Թուրքիան այդպիսի խաղի կանոն ունի, Կիպրոս, Սիրիա, Իրաք։ Հիմա ոչինչ չի խանգարում, որ հիմա էլ անեն, ուղղակի խանգարում է ռուսական գործոնը։ Դրա համար Հայաստանի իշխանությունը ուզում է ռուսական գործոնը վերացնել։ Իրանի դեմ քայլեր են անում եւ ստիպված մենք սկանդալ ունեցանք, երբ որ Իրանի դեսպանը Հայաստանում հայտարարեց, որ երբեմն Հայաստանը իրեն պահում է այնպես, կարծես թշնամական տրամադրված լինի մեր դեմ։ Բառացի չեմ ցիտում, բայց միտքը դա էր։ Դա խայտարակություն է իհարկե։ Այս պայմաններում կրկնեմ, մնում է վախեցնելը հայ ժողովրդին, որ ես չլինեմ պատերազմ կլինի, բայց հայ ժողովուրդը արդեն 2-3, կարելի ասել 4 փորձ ունի, թե այս մարդը իրենց ինչ է ներկայացնում եւ այդ առումով մոսկովյան հանդիպումը շատ վատ ազդակ էր այն առումով, որ ռուսների համբերության բաժակը կարող է լցվել եւ իրենք էլ ասեն դե լավ, մենք հերիքը բոլը, մենք էլ ուրեմն պահելու ենք այնպես, ինչպես Հայաստանի իշխանությունը, բայց նախնական մեսեջը այն էր, որ մենք չենք ուզում հայ ժողովրդի հետ վատ հարաբերություն ունենալ եւ չենք ուզում Հայաստանի հետ վատ հարաբերություն, ուղղակի Հայաստանի իշխանությունը չի ներկայացնում Հայաստանի շահերը։ Սա ամբողջ խնդիրը եւ մեր քաղաքացիները, մեր ընտրողները պետք է հետեւություն անեն։ Այո, զերծ մնալու համար այս համատեքստում դիտարկենք նաև խորհրդարանական ընտրությունները, վճռական են, որպեսզի զերծ մնանք այս ամբողջ սցենարից, վերադառնանք Հայաստան։ Պարոն Թևանյան, փետրվարին հայտարարեցիք, որ Մայր Հայաստանը խորհրդարանական ընտրություններին
մասնակցելու է Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ միասնաբար առաջարկ Հայաստանին ծրագրով։ Այստեղ մի դիտարկում եմ ուզում անել 2021-ին դուք եւ Արեգնազ Մանուկյանը Հայաստան դաշինքի հետ էիք մասնակցում ընտրություններին, նախ հետաքրքիր է արդյոք գաղափարական տարաձայնություններ կային, թե այլ պատճառներ պատգամավորական մանդատները վայր դնելու եւ հետո դաշինքից հեռանալու համար եւ հետո արդեն հետընտրական փուլում հունիսի ընտրություններից հետո հնարավոր է արդյոք ԿՊ-ին իշխանությունից հեռացնելու համար, ավելի արդյունավետ գործելու համար ի վերջո նորից միավորվել։ Տեսեք, մենք Հայաստան դաշինքի անդամ ենք դարձել որպես ոչ կուսակցականներ եւ 23 թվականին, երբ որ Երևանի հավաքանու ընտրություն կար, ես վայր դրեցի մանդատը, որպեսզի նաև որպես Մայր Հայաստան արդեն շարժումը ձևավորել էինք, որպեսզի որպես Մայր Հայաստանի ղեկավար մասնակցեմ մեր գաղափարակիցների եւ թիմակիցների հետ Երևանի ընտրություններին։ Հետագայում արդեն մենք որ որոշեցինք արդեն կուսակցական ֆորմատի անցնել, արդեն դուրս եկավ նաև Արեգնազ Մանուկյանը, ասել, որ այդպես սուր հակադրություններ կան, ոչ մարդկային նորմալ փոխհարաբերություններ կան, ուղղակի մենք մի փոքր այլ տարբերակով ենք տեսնում փոփոխությունները, ընդհանուր նպատակը կարծում եմ ընդդիմադիր դաշտում բոլորին էլ նույնն է, որ պետք է իշխանափոխություն տեղի ունենա եւ ձևավորվի նոր ազգային իշխանություն, բայց մենք մոտեցումների տարբերություններ ունենք առնվազն մարտավարության պահով, մենք ինքնուրույն ինքնաբավ կառույց ենք եւ կարծում եմ, որ պարկեշտությունը եւ բարոյականությունը նաեւ պահանջում էր, որ եթե օրինակ Արեգնազ Մանուկյանը դառնալու է Մայր Հայաստան կուսակցության անդամ, ինքը պետք է վայր դներ այդ մանդատը, որովհետեւ չի կարող մարդը լինել Հայաստան դաշինքի եւ խմբակցության անդամ եւ մաս կազմել նաեւ նոր ձևավորվող Մայր Հայաստանին, իդեպ ես կարծում եմ, որ հակառակն է պետք է լինի, որովհետեւ մեզ մոտ էլ ինչպես բոլոր կառույցներում մարդիկ կան, ովքեր գտնում են, որ Հայաստան դաշինքի հետ պետք է ճանապարհը շարունակել, ես որևէ խնդիր չեմ տեսնում, բայց հանրությունն է տեսնում խնդիր այն դեպքում, երբ որ այդ մարդիկ, ովքեր Մայր Հայաստանով ստացել են մանդատներից չեն հրաժարվում, բայց գնում են Հայաստան դաշինք, դա մի քիչ պարկեշտության հետ կապված խնդիր է առաջացնում, բայց դա Հայաստան դաշինքի որոշելիքն է եւ այդ մարդկանց որոշելիքն է, գնահատականը կարծում եմ հասարակությունը կտա։ Մենք տարաձայնությունների խնդիր չունենք այդ մասով։ Ինչ վերաբերում է հետագա համագործակցությանը, ես առաջինն եմ հնչեցրել, որ ասվում է Գյումրի 2 սցենարը, այն առումով, որ բոլոր ընդդիմադիր ուժերը կարող են միավորվել եւ իշխանազրկել քաղաքացիական պայմանագրին, բայց Գյումրի 2 սցենարը առաջին հերթին վերաբերում է հասարակությանը այն առումով, որ Գյումրիում բավական մեծ մասնակցություն տեղի ունեցավ, որի հետևանքով իշխանությունը փոխվեց Գյումրիում։ Սա շատ կարևոր հանգամանքն է։ Մեր գործողությունները քաղաքական ուժերի հետևել են հասարակության գործողությանը եւ հասարակության կողմից իջեցված պատվերի կատարմանը։ Այսինքն, երբ որ հասարակությունը մեծ զանգվածներով գնում է ընտրատեղամաս եւ քվեարկում է ոչ իշխանական ուժերի, դա նշանակում է ինքը ուղերձ է հղում քաղաքական այդ ուժերին, որ դուք պարտավոր եք միավորվել եւ իշխանազրկել քաղաքացիական պայմանագրին։ Այս առումով Գյումրի 2-ը շատ կարևոր է, որ հասարակական բարձր մասնակցություն լինի, եւ երկրորդը առանձնահատկություն, որը տարբերվելու է Գյումրիից, ես չեմ կարծում, որ որևէ առանձին ուժ 50+ կարող է հավաքել։ Դե բնական է, բոլորս էլ ձգտում ենք առավելագույնին, բոլոր ուժերն էլ ովքեր որ մասնակցում են, բայց իրատեսականության այդ ռեալիզմի տեսակետից եթե մենք գնահատենք 50+ ընդդիմադիր դաշտի որևէ ուժի չի հաջողվելու ամենայն հավանականությամբ վերցնել, դա նշանակում է, որ պետք է ձևավորվեն կոալիցիաներ։ Այս առումով կտարբերվի Գյումրիից այն մասով, որ իրական կոալիցիոն իշխանություն կարող է ձևավորվել, այսինքն կաբինետի ընդհանուր պատասխանատվության ստանձնում, որոնք Գյումրիում մենք չվերցեցինք որևէ գործադիր պաշտոններ, եւ երրորդը մենք հավակնում ենք դառնալ ընդդիմադիր դաշտում կոնսոլիդացնողի մերանի դերը, առաջատարի դերին ենք ստանձնում, եւ եթե նկատում եք կոնկրետ մեր ուժը հենց ձևավորման օրվանից հայտարարել է, որ մենք պետք է թիրախավորենք բացառապես օրվա իշխանությանը եւ պետք է միմյանց դեմ որևէ խնդիր չունենանք ընդդիմադիր դաշտում, կան բազմաթիվ խնդիրներ, մենք էլ ունենք հարցեր, ասենք ես մի փոքր ակնարկեցի այդ հարցերի մասին, ընդդիմադիր դաշտում շատ ավելի լուրջ հարցեր կան,
մեր երկրորդական, չորրորդական նշանակության է, բայց ամեն դեպքում, բայց մենք այդ ամեն ինչին չենք անդրադառնում, թողնում ենք մի կողմ, որովհետև կարծում ենք, որ այսպես կոչված ջրային հրադադար է պետք եւ պետք է կենտրոնանալ հենց իշխանությունը փոխելու եւ նոր քաղաքականություն վարելու վրա։ Պարոն Թևանյան, հենց այս ամենը հաշվի առնելով, փաստենք, որ Փաշինյանի վարկանիշը էականորեն գահավիժել է, դրա մասին խոսում են նաև հարցումները տարատեսակ եւ այս պահին շատ իրատեսական է, որ ընդդիմությունը կարող է վերջապես հաղթանակ տանել։ Այ ինչ մարտավարություն պետք է որդեգրեն ընդդիմադիր ուժերը, նաև ինչպես նշեցիք, արդեն կոալիցիա կազմելով եւ այլ հետընտրական փուլում, ինչ մարտավարություն մինչ ընտրությունները պետք է որդեգրեն, ինչ քաղաքականությամբ առաջ շարժվեն, որ իսկապես այդ իշխանափոխությունը տեղի ունենա, որովհետև այս ընտրություններին կարելի է փաստել, որ հնարավորությունը կա։ Այո, հնարավորությունը շատ մեծ է, բոլոր հարցումները դա են ցույց տալիս։ Բոլոր քաղաքական ուժերը առաջին հերթին պետք է ակտիվ շփվեն հասարակության հետ։ Մարդկանց ներկայացնեն իրենց ծրագրերը։ Եվ ընդհանուր առմամբ մեր խնդիրն է ջարդել այն դեմագոգիկ եւ կեղծ թեզը, թե իբր օրվա իշխանությունը խաղաղություն բերողն է, իսկ մյուս ընդդիմադիր ուժերը պատերազմի կուսակցություն են։ Ճիշտ հակառակը։ Ճիշտ հակառակը։ Այս իշխանությունը համաձայնել է 300,000 ադրբեջանցիների բնակեցմանը Հայաստանում, այդ մասին Ալեն Սիմոնյանը հայտարարեց, իսկ մենք գիտենք, որ քաղաքացիական պայմանագրում պայմանական, այսպես ասած, գիգորներ կան, երբ որ տանխոսակցությունը դուրս են հանում, կամ նրանց շուրթերով են ասում ինչ-որ բան, որ այդ պահին չի ուզում ասել պարագլուխը։ Եվ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ այո, եթե թուղթը տան մեզ խաղաղության, ապա կարող են ադրբեջանցիները գալ Հայաստանում ապրել, իսկ մենք գիտենք, որ Ալիևը որպես կանոն հետևել մոդելով է շփվում այսօրվա իշխանության հետ, ինքը ոչինչ չի տալիս, բայց վերցնում է իր ասածը։ Սրանք էլ հետո դա ներկայացնում են որպես հաղթանակ։ Հիշում եք Արցախը հանձնելուց առաջ ասում էին, դե մենք պետք է Արցախը հանձնենք, որպեսզի Սյունիքով այդ ճանապարհը չտանք ադրբեջանցիներին։ Արցախը հանձնեցին, ճանապարհը տվեցին։ Իրանք ասում էին, որ մենք մինչև խաղաղության թուղթը չստորագրենք, չենք լուծարի Արցախի խնդրի հետ կապված ԵԱԿ Մինսկի խումբը, համանախագահների հետ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա։ Մինսկի խումբը լուծարված է, բայց խաղաղության փաստաթուղթ չկա։ Հիմա էլ իրանք համաձայնվել են 300,000 ադրբեջանցիների վերադարձին, իսկ դա նշանակում է, որ ցանկացած փոքրիկ միջադեպ Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործել են, որպեսզի մտնեն Հայաստան։ Իսկ դրանից հետո արդեն գիտեք ինչ կարող է տեղի ունենալ։ Մանավանդ եթե հիմա էներգետիկ ճգնաժամը առաջացնեն Ռուսաստանի հետ այս խայտառակ հարաբերությունները վարելով, մենք ընդհանրապես կարող ենք որպես պետություն կոլապսի ենթարկվել եւ սոցիալական առումով, եւ տնտեսական, եւ քաղաքական, եւ անվտանգային։ Նույնիսկ Վրաստանի հետ հարաբերություններն են փչացրել այս իշխանությունները, որովհետեւ Վրաստանի իշխանությունը այն նույն լադի վրա չի, ինչ որ այս իշխանությունը։ Վրաստանի իշխանությունը չի ուզում, որ Վրաստանը դառնա մանրադրամ արևմուտք Ռուսաստան հարաբերություններում հակամարտության մեջ։ Իսկ այս իշխանությունը համաձայնվել է այդ դերին։ Դրա համար Եվրամիությունից ասում են մենք գալու ենք ձեզ հիբրիդային օգնություն ցույց տանք, երբ որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարող թիվ 1 սուբյեկտը դա օրվա իշխանությունն է։ Եվ վերջում, պարոն Թևանյան, ձեր կուսակցությունը կարճ անվանում եք մահակ եւ ասում եք, որ պետք չէ վախենալ դասիրո եւ հանդուրժողականության մահակ է։ Չեք վախենում, որ Փաշինյանի մուրճի հետ գուցե զուգահեռներ տարվեն։ Մահակը ավելի երկար է։ Մինչև մուրճը գործածվի, մահակը ավելի, բայց ոչ թե բռնության իմաստով, այլ հանրային ուժի եւ հանրային կոնսոլիդացիայի միջոցով, այնպես որ մահակից այդ մասով պետք չի վախենալ, քաղաքական առումով այո, պետք է վախենալ։ Այսինքն որևէ ազդակներ ունի այնուամենայնիվ։ Իհարկե։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, ձեզ նույնպես շնորհակալություն մեզ հետևելու համար։ Ես հիշեցնեմ, որ Հայրենիք մեդիայի եթերում բացառիկ հարցազրույցն էր եւ իմ զրուցակիցը Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանն էր։ Առողջ եղեք, կհանդիպենք։